Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Ապրիլի 8-ին թեև Վանաձորում եղանակն անձրևային էր, բայց չխանգարեց, որ Պարույր Սևակի անվան համար 30 հիմնական դպրոցում ջերմ ու տոնական մթնոլորտ տիրեր։ Իրենց սերն ու ակնածանքը մայրերին, քույրերին ուղղելու համար դպրոցի տնօրեն Լիաննա Բաբայանի գլխավորությամբ կազմակերպվել էր համադպրոցական առանձնահատուկ միջոցառում նվիրված մայրերին։ Միջոցառմանը ներգրաված էին դպրոցի 5-ից 9-րդ դասարանի աշակերտները։ Դեռ մուտքից հյուրերին ընդունում էին դասական երաժշտության հնչյունների ներքո։ Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի, կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև այլ վարչությունների աշխատակիցներ, մշակութային և հանրակրթական հաստատությունների տնօրեններ, մանկավարժական կոլեկտիվներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Ավագ Քահանա-Ազարյանը։ Ներկա կանանց մայրերին իր շնորհավորանքի խոսքն ասաց դպրոցի տնօրեն Լիաննա Բաբայանը։ Նրա խոսքով կանայք սիրո, հարգանքի ու ակնածանքի արժանի են իրենց խոնարհության, խոհեմության, սիրո և իրենց ընտանիքներին անմնացորդ նվիրվածության համար։ Հայ կանայք իրենց հոգատարության, իմաստնության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում են մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակում առաջին հերթին հայրենասեր ու ազգասեր զավակներ։ Կինը կյանքի ժպիտն է։ Կինն այս աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնողն է։ Կինը կյանքի իմաստն է։ Իսկ հայ կինը մյուս բոլոր կանանցից առանձնանում է նախ եւ առաջ իր հայրենիքին եւ իր ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ։ Հայ կինը երբեք իր ուժերը չի խնայել հայրենիքի համար մղվող պայքարում, Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, ֆիդայական շարժումից մինչև ապրիլյան քարորյա, հայապահպան պայքարից մինչև մերօրյա հայրենիքի կեշտումը։ Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Ավագ Քահանա-Ազարյանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին։ Խոսեց հայ կնոջ առաքինի աստվածատուր շնորհների մասին։ Հորդորեց Աստվածամոր օրինակին հետևելով զավակներին կրթել ու սնել քրիստոնեական հոգևոր բարոյական արժեքներով։ Ավետման օրոք տվեց Աստծո մեծությունը, որ կարող է Աստված ինքը հաճել ծնվել, որպեսզի փրկի մարդկությանը, հաճել տվել այն որովայնում, որտեղ որ սրբությունն է ամբողջությամբ։ Եվ այս իսկ առինքնությամբ է, որ հայ մայրը կարողացավ վերցնել իր վրա մեծ կատարելություն տալելու ճանապարհը։ Կատարելություն, որ կարողանում է վերցնել իր մեջ հավատքի միջոցով առաջնորդելու, աներկբա սրբությունների մեջ պահպանելու իր ընտանիք, որի միջոցով հասկանում ենք սրբությունը, առաքինությունները, մեծությունը, վեհությունը, բարձրությունը։ Դրա համար էլ մեծերից մեկն ասել է. հայ ընտանիքի քահանան հայ մայրն է։ Եվ այդ ծեսերը, այդ կերպը, ընտանիքի վարումը, ընտանիքի առաջնորդությունը հայում պարտական եղանք մենք։ Եվ եթե մենք այսօր բարձրագույն կերպով կարող ենք գլուխներս բարձր խոսել տղամարդիկ, ապա պարտական ենք ամեն մեկս մեր մայրերին եւ մեր սիրասան քույրերին։ Շնորհավորում եմ Տեր, Աստված պահպան։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մատինյանը։ Սուրբ Աստվածածնի ավետման խորհրդով ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Կյանքը ձեզնով է հարատևում և ամենասրբագույն էությունը մայր հայրենիքը, մայրենի լեզուն արժևորվում են մայրության սիրո խորհրդով։ Ձեր բացառիկ կենսատու դերն ամենուրեք մեր ուղեկիցն է։ Մայրերի օրհնանքն անպակաս է բոլոր բարի նախաձեռնություններում, պահապան է սահմանները պաշտպանող զինվորներին, ուղեկից է խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան է չարին ու վատին ընդդեմ։ Անսահման երախտագիտությամբ կրկին շնորհավորելով ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն։ Նմանատիպ գրական գեղարվեստական միջոցառումները կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունեն, եւ ես, որպես մարզի ղեկավար, մեծապես կարևորում եմ դպրոցների ակտիվությունն այս հարցում,
առավել մեծամասշտաբ եւ բազմաբովանդակ նախաձեռնությունների իրականացումը ոչ միայն ակտիվ, այլև առավել պասսիվ առաջադիմությամբ չփայլող աշակերտների ներգրավմամբ, որովհետեւ վստահ եմ, որ նաեւ այս մեթոդով հնարավոր կլինի մոտիվացիա եւ շահագրգռվածություն առաջացնել նրանց մոտ ավելի լավ սովորելու, սեփական անձը կարևորելու եւ ի վերջո ապահովելով նրանց համար առավելագույն զբաղվածություն։ Մարզպետի կողմից տոնական օրն էլ ավելի գեղեցկացնելու համար ներկա կանանց եւ աղջիկներին ծաղիկներ նվիրեցին։ Ապա բեմը տրամադրվեց աշակերտներին։ Փոքրիկ հրեշտակն աստվածային պատումով բացեց վարագույրն ու տվեց գեղեցիկ միջոցառման մեկնարկը։ Աստվածաշնչյան փոքրիկ պատմություններով դարերի տարբեր հոլովույթներում կնոջ կերպարի, նրա մաքարումների ու ուրախությունների մասին խոսեցին ու ներկայացրեցին աշակերտները, ամենը համեմելով անզուգական երգերով ու պարերով։ Այ, քո կողքին ես ուժեղ եմ, քո գրկում ես անվաղ, քո սիրով պաշտպանված եմ ես, այս աշխարհում քանի դու կաս, ես անպարտ եմ, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ կա։ Վիկտորիա Կարապետյան, Յոլչյան Production։